Սահմանադրությամբ սահմանված է, որ բազմաթիվ իրավունքներ կարող են սահմանափակվել օրենքով, պետական անվտանգության նպատակներից ելնելով։ Սակայն պետական անվտանգությունը շատ լղոզված եզրույթ է։ Բռնապետությունը ևս ունի պետական անվտանգություն, բայց դրա անվտանգության համար չի կարող մարդու իրավունք սահմանափակվել։ Հենց այս խնդրի հասցեագրման համար նախատեսվում է, որ նոր սահմանադրությունում պետական անվտանգության փոխարեն գրվելու է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգություն։ Այսինքն իրավունքները կարող են սահմանափակվել ոչ թե abstract պետական անվտանգության, այլ հենց ժողովրդավարական սկզբունքով պետական անվտանգության համար։ Այլ կերպ ասած, եթե այժմ իրավունքները սահմանափակող օրենքը կարող է հիմնվել պետական անվտանգության վրա, նույնիսկ եթե դա կապ չունի ժողովրդավարության հետ, ապա նոր սահմանադրությամբ նախատեսվում է, որ օրենքով սահմանափակումը կարող է կիրառվել միմիայն, եթե բացի պետական անվտանգության պաշտպանությունից, նաև իրավունքի այդ սահմանափակումը չի ոտնձգում ժողովրդավարությունը։ Անգամ ավելին, նոր սահմանադրությամբ նաև նախատեսվում է ամրագրել, որ խոշտանգման արգելքը, մահապատժի արգելքը, արժանապատվության, մտքի եւ խղճի իրավունքները այլևս բացարձակ իրավունքներ են եւ որևիցե պարագայում որևէ հիմքով չեն կարող սահմանափակվել։ Ու թեև այդ իրավունքների մի մասը այժմ էլ են բացարձակ, բայց մի մասը բացարձակ չեն։ Նոր սահմանադրությամբ այս բոլոր իրավունքները դառնալու են բացարձակ։